Կառավարություն 2007 թվականին Երևանի կոնտ թաղամասը ձեր որոշմամբ ճանաչվել է որպես գերակա հանրային շահ եւ իրացման տարածք Քաղաքացիների հետ տվյալ բնակավայրի կնքվել են պայմանագրեր համապատասխան բնակարաններ տրամադրելու վերաբերյալ, իսկ մինչ բնակարաններ տրամադրելը նրանց տրվելու էր նաև համապատասխան գումար բնակարանները վարձակալելու համար։ Մինչդեռ մինչ այս պահը այդ բնակարանները չեն կառուցվել եւ շուրջ 1500 քաղաքացի Երևանի կոնտ թաղամասից այսօր մնացել են ըստ էության փողոցում։ Այն վարձակալած բնակարանները, որը նախկինում նրանք վարձակալել էին, այդ գումարները շատ չնչին են այս պահի դրությամբ եւ մարդիկ փաստորեն եւ զրկվել են բնակարաններից եւ ապագայում նաեւ չունեն հնարավորություն եւ պատկերացումներ նոր բնակարան ստանալու վերաբերյալ։ Կխնդրեի պարզաբանումներ տրամադրել, այն ինչ որ դուք տրամադրել եք բնակիչներին չեն բավարարում այդ պատասխանները։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ ձեզանից նույն պատասխանն են լսում։ Վերջ ի վերջո կոնդի այդ հատվածի բնակիչները երբ են ստանալու իրենց բնակարանները, որովհետև շուրջ արդեն 8 տարի է նրանք փողոցում են գտնվում։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Ընտրեմ պարոն Լոքյան։ Շնորհակալություն արգելի նախագահող, Տիկին Փոստանջան, մենք փորձել ենք ստանալ ամենամանրամասը պատասխանները ձեր հարցին բավարարելու համար քաղաքապետարանը, քաղաքաշինության նախկին նախարարությունը, ուրեմն բոլոր մանրամասները ներկայացրել էին նամակում, որը փոխանցված էր ձեզ։ Պատմությունը հետևյալն է, որ 2007 թվականին սկսված ծրագիրը փաստորեն առաջի փուլում ձախողվել էր, որի արդյունքում կառավարությունը 12 թվականին ստիպված է եղել նոր միջոցներ, գործիքներ փնտրել, որպեսզի կարողանա ձեր նշած թվով քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրը լուծի եւ առ այսօր այդ խնդրը իրավամբ վերջնական լուծում չի ստացել։ Տեղեկացվում է քաղաքապետարանի համապատասխան կառուցապատողների կողմից, որ 2017 թվականի հոկտեմբերին 1860 քառակուսիմետր տարածքով բնակ տարածքը վերջնական շահագործման կհանձնվի բնակիչներին։ Լրացուցիչ տեղյակ եք, որ 70 ընտանիքների փաստորեն գույքը, որը վերցված էր, որպեսզի իրացում իրականացվեր, հետ է փոխանցվել բնակիչներին։ Երկրորդ շենքը, որը պետք է կառուցվեր շուրջ 1400-1500 քառակուսիմետր տարածքով, հնարավոր է, որ չկառուցվի, քանի որ բնակիչների մեծ մասը հրաժարվում են եւ իրենց գումարները ստանում են։ Տեղյակ եք 310 միլիոն արդեն համապատասխան փոխհատուցում է եղել է եւ այս ամսին եւս ըստ ինձ ներկայացրած տեղեկությունների 100 միլիոն դրամի լրացուցիչ փոխհատուցում կլինի բնակիչներին։ Ինչ մնում է բնակարանների վարձակալության ուրեմն մեխանիզմը բավարարումը թե չի բավարարում, ես փորձեցի այս հարցում նույնպես մանրամասներին տեղեկանալ, բնակիչներ կան, որոնք ստանում են 80,000, 90,000, 70,000 ուրեմն դրամ վարձակալություն, այնինչ որ ինձ ներկայացրել են կառավարությունում վարչապետի ուրեմն խորհրդականը, որ զբաղվում է տվյալ հարցով եւ քաղաքապետարանից համապատասխան ծառայությունները։ Ձախողված ծրագիրը այս ձևով փրկվում է եւ մեր քաղաքացիները մեկ շենքում կարողանում են ստանալ այդ 1850 թե 60 քառակուսիմետր բնակ տարածությունը։ Մյուսները ստանում են փոխհատուցում գումարի տեսքով այլ վայրում, այլ ձևով բնակարանային խնդիրները լուծելու։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Զարուհի Նախ ասեմ ձեր հայտարարած գումարը, թվերը, որ 90,000, 100,000 այդպիսի գումար նրանք չեն ստանում, այդ գումարը կազմում է շուրջ 50,000 դրամ,
Ես քաղաքացիներին ընդունել եմ եւ իրենցից լսել եմ, որ իրենք հնարավորություն չունեն եւ այդ փաստաթղթերը առկա են, թե ինչ են իրենք ստացել, ոմանք ընդհանրապես չեն ստանում գումար եւ բացի այդ, երբ ասում եք, որ գումարային փոխհատուցում են նրանք ստանում, ասեմ ձեզ, նրանք նաեւ այդ գումարի վերաբերյալ ունեն առարկություն, որովհետեւ այդ գումարը, որ իբրև թե փոխհատուցվում է, դրանք չի համապատասխանում շուկայական գներին։ Այսինքն նրանք այդ գումարով չեն կարող գնել բնակարան, որը փոխարինի իրենց նախկին բնակարանները։ Հնարավորություն չկա այդ ինչ որ դուք փոխհատուցում եք, միգուցե մարդը ճարահացալ ասում է այս պահին այդ գումարը վերցնեմ, որոշները կարող է նաև գնան այդ քայլին վերցնեն, բայց իրականում այն ինչ որ կառավարության կողմից իրենցից օտարվել է, այսօր շուրջ 9 տարի մարդիկ կան, որ արդեն 9 տարի է դուրսն են գտնվում, փաստորեն 9 տարի այդ մարդիկ փողոցում գտնվելով չեն ստացել իրենց բնակարանները, այսինքն խնդիրը առկա է եւ ինչ որ դուք հիմա մատնանշում եք, ես չգիտեմ, դա լուծում կլինի թե ոչ, բայց այնուամենայնիվ իմացեք, որ 1500 երևանցի, կոնդեցի այսօր գտնվում է փողոցում եւ ձեր պատճառով, ձեր կառավարության որոշման հետևանքով այս մարդիկ գտնվում են փողոցում։ Շնորհակալություն։ Տիկին Զարուհի, ես կարծում եմ, որ այն 50 թիվը, որ դուք նշում եք 50,000-ի դրամի չափով, դա ամենափոքր բնակտարածքի վարձակալության գումարը նախատեսված։ Ես նայել եմ այդ փաստաթուղթը, խնդրել եմ այսօր, նայել եմ, այնտեղ կա եւ 60 եւ 70 եւ 80,000 դրամ վարձակալության գումարներ։ Երկրորդ շենքը չի կառուցվում այն պատճառով, քանի որ քաղաքացիներն ավելի շատ ձգտում են իրենց գումարները ստանալ։ Իսկ հիմնական շենքի ավարտը ես նշեցի, որ հոկտեմբեր ամսին կավարտվի։ Բոլորիս հասկանալի է, որ այս խնդիրը ծագել է Լիբանանից Հայաստանում գործունեություն սկսած օտարերկրացի ներդրողի ուրեմն հետ կապված, աշխատել է, ներդրում արել, որից հետո ձախողվել է եւ կառավարությունը 12 թվականից այս խնդիրը վերցրել է իր վրա, որպեսզի խնդրին լուծում տա։ Ես հասկանում եմ, որ սրանից քաղաքացու հոգսը չի թեթևանում։ Ես հասկանում եմ, որ քաղաքացին սպասում է այսքան ժամանակ, բայց նաև սա փաստ է, որից մենք պետք է կարողանանք համատեղ ջանքերով դուրս գալ եւ պետությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի լուծում տա քաղաքացիների բնակարանային խնդիրներին։ Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Գրավոր հարցերն ավարտվեցին, կանոնակարգի